Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մեծարգո պարոն վարչապետ, հայտնի է, որ վերջին տևական արդեն շրջանում դուք մշտապես հանրայինորեն հրավիրել եք նախորդ երկու չընտրված նախագահների եւ մեկ մասամբ ընտրված կամ չընտրված նախագահի հանրային ուղիղ եթերում բանավեճի եւ մենք եւ մեր հանրությունը մի տարօրինակ իրավիճակի ենք ուրեմն ականատես լինում, երբ փաստացի մի իրավիճակ է, երբ տրամաբանորեն պետք է որ հակառակը լիներ, պետք է որ ընդդիմադիր գործիչները փորձեին հնարավորություն գտնել երկրի ղեկավարի հետ որևէ թեմայի շուրջ բանավիճել, այնինչ մենք տեսնում ենք հետեւողականորեն խուսանավում եւ փախուստ ըստ էության։ Միաժամանակ հայտնի է, որ տեսալսողական մեդիայի մասին գործող օրենքով կա պարտադիր պայման, ըստ որի հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է մարզկենտրոնների ընտրությունների եւ համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցների եւ մասնավորապես առաջին համարների մասնակցությամբ կազմակերպել բանավեճ, բայց այդ բանավեճերին չներկայանալու համար գոյություն չունի սանկցիա եւ կա կարծիք, որ պետք է նաեւ նախատեսվի որոշակի սանկցիոն ինչ-որ մեխանիզմ, որով բերման կենթարկվեն, ինչքան էլ տարօրինակ է ասել, այս մարդիկ, որպեսզի վերջապես այդ բանավեճերը տեղի ունենան։ Ես կուզեի այս հարցի վերաբերյալ ձեր կարծիքը, շնորհակալություն։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Համեցեք, պարոն Փաշինյան։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Աղաջանյան, իհարկե տենց մի քիչ զվարճալի հնչեց բերման ենթարկել բանավեճի, շատ անսպասելի առաջարկ է, ճիշտն ասած, չեմ կարող ռեակցիա տալ, բայց ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ 2021 թվականի ընտրություններում էլ ձեր նշած մարդկանցից առնվազն երկուսը առաջադրված էին եւ նրանք բանավեճի չեկան եւ չմասնակցեցին։ Ես կարող եմ իմ կողմից ասել, որ իհարկե վճռական եմ հաջորդ բանավեճի մասնակցելու եւ բանավեճի իմ հրավերը իհարկե շարունակում է մնալ ուժի մեջ։ Ես նախկինում վերջերս առիթ ունեցա անդրադառնալ, որ տեսեք այդ մարդիկ մի կողմից ասում են, որ ինձ հետ բանավեճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսալ 4 վայրկյանից ինչ որ խոսում են ամբողջ ինձ հետ բանավեճ է։ Ընդ որում ես այսօր էլի ընդդիմությունը հարցոպատասխանին ներկա չի, ես բյուջեի քննարկման ժամանակ սենց հարցեր են տալիս, ասենք զեկուցողներին, այդ թվում ազգային ժողովի պատգամավորների հարցեր են տալիս, որ իմ լիազորությունների հարցեր է, վարչապետի եւ կառավարության լիազորություններին վերաբերող հարցեր է։ Խոսում են 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի մասին եւ ձեր նշած բանում հարցազրույցներում խոսում են պատերազմի ժամանակվա իրադարձությունների մասին։ Լսեք, ոնց որ մոռացվել է, որ ես 5 ժամ ուղիղ եթերում 10, չէ 5 10 լավ, հիմա նույնիսկ չեմ հիշում ինչքան, բայց տևական շատ հարցերին ուղիղ եթերում պատասխանել եմ։ Այդպիսի մի դրվագ չկա, որին ես չեմ անդրադարձել։ Հիմա եւ դա շատ բան տրյուկ է, որ մտածել, որ մարդիկ դե քանի տարի անցել է, մոռացել են, մի հատ էլ այդ նույնը ասենք, եւ ըստ էության այդ նրանք խոսում են միայն այդ ժանրով։ Իրանք բացի բանավեճից, եթե ուշադրիր իրանց տեքստեր նայեք, բացի ինձ հետ բանավիճելուց ուրիշ բան չեն ասում։ Ամբողջ ինչ խոսում են ինձ հետ բանավեճ է։ Ես էլ ասում եմ շատ լավ տենց, ընդ որում ես ձեզ ասեմ։ Հիմա ես զգում եմ, որ մարդիկ որոշակի լարված մարդիկ դժգոհ են, որ մենք անդադ ռեակցիա ենք տալիս իրանց։ Որովհետև ասում են, հա լավ, ինչքան կարելի է իրանց հետ խոսել։ Բայց մյուս կողմից է, եթե անարձագանք թողնենք, այդ մոռացության ֆենոմենը օգտագործելով կասեն, դե տեսեք, ասեցինք, ձեն չանեցին։ Այսինքն իրականում այդ բանավեճի անհրաժեշտությունը եւ պահանջարկը կա եւ իրանց խոսակցությունն է եւ մենակ այդ ժամանակը ավարտվելու, երբ որ դեմ դիմաց գան, խոսեն եւ հանրությունը ի վերջո
ի վերջո բոլոր հարցերի պատասխանները ստանա։ Արձագանք։ Այդ ֆորմատով ստանա, որտեղ մյուս ֆորմատներով մենք տվել ենք պատասխանները։ Ձեր առաջարկի մասով է խորհրդարանը թող քննարկի, Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցեք։ Խնդրեմ պարոն Աղաջյան։ Շնորհակալություն պարոն վարչապետ, կա նաև իհարկե տեսակետ, մասնավորապես այն երկրներում, որտեղ օրենսդրությունը մոտիկա նրան ինչ որ մեր մոտ է, որ հրաժարվելով մասնակցելու այդ միջոցառումներին եւ բանավեճերին, ըստ էության ինքնաբերաբար այդ քաղաքական գործիչները իրենց քաղաքական համբավին են հարվածում եւ կա մոտեցում, որ այսպես էլ պետք է շարունակել, բայց մի բան կարելի է արձանագրել միանշանակորեն, որ նրանց որդեգրած մարտավարությունը եւ ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի իրանք այդպես փակված իրենց իսկ մեծ ռեսուրսների փեշերի տակ խոսեն ինչքան որ հնարավոր է կամ ինչքան որ կարող են եւ երբևէ հնարավորություն չընձեռնեն հանրությանը այդ ճշմարտությունը վերհանել, մասնավորապես բանավեճերի միջոցով եւ կարծում եմ սա մի թեմա է, որի մասին մենք մշտապես պետք է խոսենք նախքան գալիք ընտրությունները։ Շնորհակալություն։ Համաձայն եմ պարոն Աղաջանյան, կայացած ժողովրդավարության համակարգում նման բանավեճերից հրաժարվելը ըստ էության երաշխիք է ընտրական խոշոր անհաջողության։ Ես ձեզ ուրիշ բան ասեմ, ես 2020 թվականից հետո հիմնականում նաև կովիդի հետ կովիդյան շրջաներ եւ այլն հիմնականում ասուլիսներ է անում կամ հարցերի է պատասխանում on-line ձևաչափով եւ մեծ աղմուկ են բարձրացնում, որ լրագրողների հետ ես չեմ շփվում եւ այլն եւ այլն։ Տեսեք, ձեր նշած մարդիկ թող գան լրագրողների միջավայրում կանգնեն, պատասխանեն հարցերի, ոնց որ ես եմ պատասխանում։ Ես այսօր ազգային ժողովում կներեք իհարկե չեմ կարող ասել քանի լրագրող էին կամ կառավարության նիստերից հետո այս ընթացքում չեմ հիշում քանի ասուլիսներ եմ արել, իսկ այդ մարդիկ հրավիրում են իրենց կողմից ֆինանսավորվող եւ իրենց պատվերով կառավարությանը եւ քաղաքական մեծամասնությանը հայհոյող բառից բուն իմաստով հայհոյող ինչ որ անձանց ու նրանց առաջ կանգնած խրոխտ հարցազրույցներ են տալիս։ Բա գնացեք, իսկ ձեր նշած մարդն էլ ասում էր դե ձեզ թվում է ինձ հաճելի է գնամ ընտրությունների ժամանակ այդքան ժողովրդի հետ շփվել։ Այսինքն ինքը մի հատ էլ բան է, էլի, ասենք դե արի մի ասա, հիմա ասեմ կասեն, չասեմ։ Են որ ասում են չտեսար պատից կախ, տեսար ճակատից կախ, այսինքն դու այնքան կաս, այսինքն որ մի հատ էլ ասում ես դե բան ժողովրդի հետ դե գիտեք ես դու բոթասները թիշի արագով։ Շնորհակալություն պարոն վարչապետ։ Շնորհակալություն պարոն վարչապետ, հարցը ձեզ է ուղղված։ Օգոստոսի 8-ից հետո Հայաստանում շատ մեծ հետաքրքրություն պահանջող, հատկապես Սյունիքում Թրամփի ուղու վերաբերյալ է, ինչպիսի գործուն քայլեր կան այս պահին եւ ունենք մոտավորապես ճանապարհային քարտեզ եւ ժամանակացույցեր։ Մի կողմից ես հիմա ձեզ հարց եմ ուղղում Թրամփի ուղու վերաբերյալ, որը էական ազդեցություն կունենա խաղաղության, երկարատև խաղաղության իմաստով, բայց մյուս կողմից իմ համար անհասկանալի է եւ կուզենամ ձեր մեկնաբանությունները լսել օրերս Ադրբեջանի արտգործնախարարի մի քանի հայտարարություններ, որոնք իմ կարծիքով արվել են Հայաստանում ներքաղաքական որոշակի խոսակցություններ զարգացնելու նպատակով եւ կուզենայի ձեր կարծիքը լսել այնուամենայնիվ ինչ նպատակ է դա հետապնդում, գուցե Հայաստանում մոտենում է ընտրություններ դրա հետ է կապված։ Ես ինքս տրամաբանությունը չեմ կարողանում հասկանալ, որովհետև գետնի վրա ունենք խաղաղություն, ես լինելով Սյունիքում ուղիղ առնչվում եմ այդ խաղաղության հետ։ Մյուս կողմից նման հայտարարությունները կարծում եմ տրամաբանությունից դուրս են եւ կուզենամ ձեր մեկնաբանությունները լսել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցի համար։ Ես տեսա, որ սոցիալական ցանցերում մեծ քննարկում էր առաջացրել Ադրբեջանի մի ներկայացուցիչի այն հայտարարությունը, որ Տրամփի ուղին պետք է գործի Ադրբեջանի համար ընդունելի պայմաններով, եւ դրա շուրջ կար շատ մեծ եւ ծավալուն
քննարկում ամենատարբեր մեկնաբանություններով, բայց մենք չենք ասում, որ Ադրբեջանի համար անընդունելի պայմաններով պիտի գործի եւ մենք թուղթ ենք ստորագրել ընդունելի պայմանների մասին։ Որոնք են Ադրբեջանի համար ընդունելի պայմանները։ Այն, ինչի տակ դրված է Ադրբեջանի, իհարկե նաև Հայաստանի ղեկավարի ստորագրությունը։ Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ կետում Ադրբեջանը հիմա այս պահին Հայաստանը բան անենք հիմա մի պահ մոռանանք, Ադրբեջանը ստորագրել է այն թղթի տակ, թե որոնք են այդ ընդունելի պայմանները, որոնք են տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։ Այսինքն ես հիմա իմ ասածն է, որ Հայաստանում մասնավորապես ազգային ժողովի բացակա հատված ինչ-որ ոգևորվել էր դրանից։ Գրած ստորագրած է, էլի եմ ասում, այդ բանը, այդ տարբեր կողմերից, որ տարբեր կոնսպիրացիաներ, հա, բանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կոնսպիրացիաների բանի մասին են խոսում։ Լսեք, եկեք ասեք, եկեք դիմացս կանգնեք, ասեք, տեսեք ինչ կլինի։ Այսինքն այս բանը, որ կոնսպիրացիայի մասին խոսալ, թողել փախնել, թողել չգալ։ Էս էլ է, նրանք բանավեճից հրաժարվել էին, քիչի հիմա էլ բան սենց հերթով հրաժարվում են։ Էսա միջև ավագանի, տարածքային կազմակերպություն, բարեկամ, բաջանախ, քերրի, բոլորը, ով տենաս են ճանապարհ փոխելու է, որ հանկարծ բանավեճի մեջ չմտնի։ Հիմա Տրամպի ուղու մասին, ճանապարհային քարտեզը հետևյալն է։ Միջև տարվա վերջ մենք, այսպես ասած, թղթի վրա պետքա նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետքա համաձայնեցնենք, երկրորդ կեսին պետքա սկսեն շինարարական աշխատանքները։ Էսա պլանը, բայց ես ընդ որում սա նորություն չի, բայց ես սրա մասին չէի ուզում ասեի, այսօր էլ չէի ուզում ասեի։ Ինչի, որովհետև իմ փորձը ցույց է տալիս, որ սենց պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Հիմա ընդհակառակը, չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, բայց տեսեք, ըստ էության լրատվությունը մենք տեսնում ենք, որ նախագահ Տրամպի թիմի նույն շրջանակն է աշխատում Մերձավոր Արևելքի թեմայի հետ կապ, մի քանի շատ կարևոր առանցքային թեմաների հետ կապված։ Եվ այդ մարդիկ նաև օբյեկտիվ հանգամանքների բերումով ծանրաբեռնվում են ուրիշ թեմաներով։ Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։ Բայց ես էլ ուզում եմ, որովհետև հեսա ժամկետը գալու էլի, հա, համաձայնեցրիք թե չէ։ Եթե հանկարծ մի շաբաթ, երկու շաբաթ ուշանա, էլի նոր աղմուկ ալնելու, բայց ես այս գլխից գիտեմ, որ պլանները միշտ մի քիչ շեղում ունենում են, բայց ընդհանուր առմամբ ընկալումը է դա։ Ընդհանուր առմամբ ընկալումը է դա եւ մենք ըստ էության ըմբռնումներ ունենք արդեն ինչ որ արձագանքեք, ես կփորձեմ շարունակել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, հետաքրքրությունը իսկապես շատ մեծ է մեր քաղաքացիների մոտ այդ ճանապարհի մասով եւ նամանավանդ, որ հիմա հյուսիս-հարավի շինարարությունը բարձր տեմպերով մենք մեր աչքերով ամեն օր տեսնում ենք իրականացվում, տնտեսական միջավայրը ամբողջովին Սյունիքում կփոխվի, հետեւաբար բարբերաբար մենք հետաքրքրվում ենք այդ հարցի շուրջ, դրա համար ես հարց ուղեցի, կարող եք շարունակել, շնորհակալ։ Հիմա տեսեք, ես կարող եմ հստակ ասել, թե երկաթուղին որտեղով է անցնելու։ Երկաթուղին անցնելու խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղով, որտեղ ուրիշ տեղով երկաթուղի կառուցելը իրատեսական չի։ Ես կարող եմ ասել, որ օրինակ գազամուղը անցնելու է դրանից էականորեն հյուսիս։ Էլեկտրական գծերը անցնելու են էականորեն հյուսիս։ Ընդ որում ես չեմ կարող ասել, որովհետև ուսումնասիրությունները տեղում մենք արդեն սկսել ենք, չեմ կարող ասել նույնիսկ որոնք Սյունիքի մարզի հատվածում կմնան, որոնք Վայոց ձորի մարզի հատվածում, որովհետև դա հասկանում եք, բազմաթիվ գործոններից է կախված, այսինքն քարտեզի վրա ամեն ինչ հարթ է, թվում է թե որ դե ուզենաս գիծը կքաշես, բայց այնուամենայնիվ տեղանքը բնությունը ուրիշ բան է։
Ավտոճանապարհների հետ կապված գիտեք, հյուս Սարաֆը կառուցվում է եւ մեծ հավանականությամբ մենք ճանապարհները այդ արևելք-արևմուտք ուղղությամբ ճանապարհները կինտեգրենք հյուսիս-հարավի ճանապարհներին եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ելի եմ ասում, հասկանում եք, այս ամեն ինչը նույնիսկ տեղատեսության արդյունքը կարող վերջնական չլինի, որտեղ տեղատեսությունից հետո պետք է երկրաբանություն անել եւ այլն, կարող է երկրաբանությունը ցույց տա, որտեղ հոսքեր կան, սողանքներ կան, չգիտեմ, ամենատարբեր բաներ։ Այսինքն ես էլի ուզում եմ ասել, որ քննարկվում է տարբերակներ։ Երկաթուղին հստակ գիտենք, որ գազամուղ էականորեն ավելի հյուսիս առնելու, հստակ գիտենք, որ էլեկտրահաղորդման գծերը էականորեն ավելի հյուսիսարելու, հստակ գիտենք, որ ճանապարհը ինչ որ մի ձևով ինտեգրված առնելու հյուսիս-հարավ, հստակ չգիտենք նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել, որովհետև ընդեղ էլ ուրիշ հաշվարկներ կան, ուրիշ ներդրումային հնարավորություն կապված է նավթի միջազգային գներից նաև, որովհետև ինչ որ մի գնային հեռանկար կա, որը ներդրումային հետաքրքրություն մեծացնում է, նվազեցնում է եւ այսպես ինքը կենթանի process է, բայց ես մի բան կարող եմ հաստատ ասել, այդ նախագիծը իրականացվելու է եւ շատ արագ, շատ մեծ տեմպերով եւ այն պայմաններով, ինչ որ Վաշինգտոնի հռչակագրում գրած է։ Պարոն վարչապետ, ինչպես գիտեք, հիմա ծորենի թեման է շատ տրենդային եւ հատկապես ղազախական ծորենի թեման, որի հետևանքով մեր շատ ընդդիմադիր գործընկերներ դարձել են արդեն ծորենի մասնագետներ ու տարբերում են, որ կարգի ծորենը ինչի համար է օգտագործվում, բայց հիմա արդեն այդ ծորենի թեման ոնց որ զարգացել է ու դուրս է եկել միջազգային ասպարեզ, դուք քիչ առաջ խոսում եք կոնսպիրացիաներից ու այդ դավադրապաշտական տեսություններից, հիմա ոնց որ այդ դավադրապաշտությունը նաև Հայաստանի սահմաններից է դուրս եկել։ Մասնավորապես այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որի իմաստը հետևյալն է, որ Հայաստանը պատրաստվում է ծորեն գնել Ուկրաինայից, ընդ որում կրկնակի թանկ գնով ի վնաս իրեն, եւ դրա պատճառը այն է, որ Հայաստանը այդ տարբերակով ցանկանում է Ռուսաստանից կտրվել եւ այդ բարձր գինը փոխհատուցելու է Եվրոպայից ստացված ֆինանսավորման հաշվին։ Ես գիտեմ, որ դուք այդ մասին լրագրողների հետ զրույցում խոսել եք, բայց դրանից հետո նաև այլ զարգացում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլոք արտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով այս հարցը ըստ էության չի հերքել եւ անդրադառնալով այս թեմային նաև ասել է, որ որպես կանոն արտաքին հետախուզական ծառայության հայտարարությունները մերկապարանոց չեն լինում։ Ես ձեզ խնդրեմ այս երկու հայտարարություններն էլ մեկնաբանել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ իսկական այդ ղազախական ծորենի հետ ինչ է կատարվում։ Ինչ է կատարվում, ուղղակի որ նայես ոնց որ բանը լինի։ Չէ, կոնսպիրացիա չէ, այդ ոնց որ բանի սցենարիստները գրելիս լինեն օպերացիա ի կամ Շուրիկի նոր արկածները։ Լսեք հարգիլներս, կա ապրանք։ Ես հələ եկեք մոռանանք ընդհանրապես ուրեմն ցանկացած ծորեն ինքը շուկայական ապրանք է։ Ես հələ չեմ այդքան բան անում։ Կա ապրանք, կա ծորեն ապրանք, կա, չգիտեմ, 1000 ու մի ապրանք, կա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 80-րդ, 90-րդ տեսակի ապրանք, ինքը ունի գին։ Ինքը ունի գին։ Եվ ինքը ունի լոգիստիկա։ Հիմա նոր ճանապարհով X ապրանքը A կետից եկել է հասել B կետը։ Հիմա ծորեն ինչպիսին է, այդ նախ այդ գնումը իրականացրել է կառավարությունը չի իրականացրել, այդ գնումը իրականացրել է մասնավորը իր կարիքների համար։ Այսինքն գնացել է շուկա, ապրանք է առել, կառավարության բանակցությունների արդյունքում ճանապարհ է բացվել, բերել այդ ճանապարհով։ Այսինքն այս ինչ թեմա է, որ չգիտեմ 6-րդ սորտի, 8-րդ սորտի, ուզում է 1260-րդ սորտի լինի։ Մարդ հա գնացել է ինքը իր փողը տվել է, ինքը իր փողը, դա բյուջեի փող չի, ոչ մեկի փողը չի։ Գնացել է ապրանք առել, բերել է
Պետք է բերեր ուրիշ դժվար ճանապարհով, բերել է ուրիշ ճանապարհով։ Ինչու՞մ է խնդրումը։ Ուզում եմ հասկանալ։ Հաջորդ հարցը։ Ես այսօր ինձ լրագրողները նաև հարցրին, ես կարող եմ ասել, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց։ Երբեք չի հրաժարվի, պաշտոնապես ասում եմ։ Բայց Հայաստանը երբեք չի հրաժարվի նաև տենաց շուկայում էլ ինչ կա։ Իսկ էլ ինչ կա։ Էլով է ցորեն վաճառում։ Կա առաջարկ մեծ ցորենի։ Ես ձեզ երաշխավորվում եմ, որ բացառված է, որ մեկը գա մեզ ասի, գիտեք, ինչ ցորեն ունենք։ Կարող է առնեք, մենք ականջներս փակենք ու վազելով փախնենք այդտեղից։ Չի լինելու այդպիսի բան։ Եվ այսօր ես չեմ ուզում թաքցնել, մեր առաջարկներ կան։ Ղազախստանից, երբ որ տեսել են, որ մենք Ղազախստանից ձեռք ենք բերել, ուրիշ վաճառողներն էլ ասում են, կարող է հետաքրքիր է ձեզ այդ թեման։ Մենք էլ ասում ենք գինը ասեք։ Գինը հետաքրքիր կլինի, հա, գին որակ բնականաբար։ Հետաքրքիր չի լինի, կասենք չէ, հետաքրքիր չի։ Ինչու՞մ է խնդրումը։ Այսինքն ես էլի բան ցորեն առնելը ամուսնությունն է, հա, որ էլի մենք այդ ռեժիմը ես չեմ հասկանում, որ բանը տերես ворթյակա տերես, հնազանդ է, տենց հարաբերություն չկա, մենք ցորենի առևտրի մեջ ոչ մեկի հետ նույնիսկ եզրասի օրհնությամբ տենց հարաբերության չենք մտել։ Ինչու՞մ է խնդրեմ, ես տենց չեմ կարող հասկանալ։ Համեցեք արձագանք, պարոն Անտոնյան։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, միանշանակ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած ապրանքի պարագայում, որը իրեն ձեռնտու է ավելի լավ գինե առաջարկում, դա էլ պիտի առնի։ Դրանում երկու կարծիք լինել չի կարող։ Ուղղակի այս հայտարարությունը հետաքրքիր էր նրանով, որ դա արել են ոչ թե ինչ-որ փորձագիտական շրջանակներ, ոչ թե ինչ-որ առանձին լրատվականներ, այլ սա արել է իրենց արտաքին հետախուզական ծառայությունը եւ նախագահի մամուլի քարտուղարն էլ ըստ էության հաստատել է։ Ըստ այդմ մի քիչ հետաքրքիր է այդ դեպքում որն է այդ հայտարարության նպատակը ու ինչ են փորձում մեզ դրանով ասել։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 2022 թվականի գարնանը ասում էր բացառված է, որ սահմանին էսկալացիա լինի, որովհետև հապկա ընդեղ է։ Եվ էլ չասեմ դա ինձ առաջ ինչ էր ասում։ Իրանց արտաքին հետախուզական ծառայությունը 20 թվականի սեպտեմբերի 20-ին ասում էր բացառված է, որ էսկալացիա չի լինելու եւ այլն եւ եկեք չմտնենք էլ այդ դաշտեր արտաքին հետախուզական ծառայությունը Ինչ չմտնենք շնորհակալություն Շնորհակալություն մեծարգո վարչապետ հարցս ձեզ է ուղված Օրերս դուք բացի նախկին նախագահներից նաև քաղաքացիներին ու լրագրողներին նաև այսօր առաջարկեցիք իրենց ցույց տալ մեր վերջին շրջանի սպառազինական ձեռքբերումները, ինչպես նաև ինժեներական ու տեխնիկական նորարարությունները։ Հետաքրքիր է ինչ արձագանք կա քաղաքացիներից, արդյոք խմբեր կան, որ արդեն դիմել են, արդյոք բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել եւ նաեւ մի երկրորդ հարց ինչ կարծիք ունեք զորահանդես կազմակերպելու եւ այսպիսով բոլորին ցույց տալու մեր ձեռքբերումները Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հարցի համար եթե չեմ սխալվում ազգային ժողովի ամբիոնից էր ես նաեւ ընդդիմությանը եթե չեմ սխալվում առաջարկեցի որ կարող ենք նաեւ շրջաց կազմակերպել ինժեներականի մասին էր այն ժամանակ խոսքը, բայց հիմա այո, քանի որ էլի կարծում եմ, որ կարևոր է, որ մեր հանրությունը իմանա, որ այդտեղ էլ ընդդիմության պնդումները սուտ են, մենք այդպիսի առաջարկով հանդես ենք եկել եւ այո, արդեն կան, այսօր առավոտ եմ հետաքրքրվել, արդեն բավականին մեծ թվով քաղաքացիներ դիմել են եւ մենք առաջիկայում կկազմակերպենք Բայց ես տեղյակ եմ, որ պաշտպանության նախարարը նաև ընդհանրապես խորհրդանին, ազգային ժողովին հետ առաջարկությունը արել։ Ինչ վերաբերվում է զորահանդես իրականացնելուն, դրա հետ կապված կան կարծիքներ, որ դա պետք է անել, կան կարծիքներ, որ դա պետք չի անել, ամենատարբեր նկատառումներով
Հիմա նաև Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո Հայաստանում էլի ակտիվացել են այդ թեմաները, բայց մենք անկեղծ ասեմ, մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ խաղաղության օրակարգի վրա, բայց նաև մյուս կողմից մենք հասկանում ենք, որ մեր հանրությունը պետք է դա նաև տեղեկատվական անվտանգության մաս է, որպեսզի չկարողանան սխալ տեղեկություններ տարածել։ Ես կարծում եմ, որ օրինակ եթե մենք անեինք, երբ չգիտեմ, ասենք օրինակ նոյեմբերին կամ դեկտեմբերին, եթե որոշում կայացնենք, բարձր դեկտեմբերին տենց առիթ չկար, ես կարծում եմ, որ շատ տպավորիչ կլիներ եւ կարծում եմ, որ նաև մեր այցելությունների մասնակցող քաղաքացիներ դրանում կհամոզվեն։ Այո, բոլոր քաղաքացիները կդիմեն, կարող են դիմել, բայց իհարկե որոշակի ստուգման գործընթաց կանցնի մեր հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի մենք այդտեղ խնդիրներ չունենանք, բայց ես գիտեմ, որ ես զգում եմ, որ այդ նման թեմա սկսում է արծարծվել, որ իսկ եթե կա ինչու եք տանում առանձին ցույց տալիս, գուցե ուղղակի հրապարակային ցույց տակ այդ ամեն ինչը, դա գիտեմ, որ կա այդպիսի թեմա, գիտեմ, որ այդ թեման գուցե եւ ակտիվանա, գիտեմ, որ ակտիվանալու են նաև այն անձինք, ովքեր դեմ են այդ տրամաբանությանը, բայց կնայենք, կդիտարկենք, կքննարկենք եւ որևէ որոշում կկայացնենք։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն եւ քանի որ խոսեցինք ընդդիմությունից, պարոն վարչապետ, ուղղակի հիշեցնենք մեր քաղաքացիներին, որ տարբեր թեմաների հետ կապված թե բանակցությունների ընթացքի, թե խաղաղության օրակարգի հետ կապված, երբ որ քննադատություն է հնչել այստեղ եւ դուք առաջարկել եք, որ իրենց ցանկացած ֆորմատով պատրաստ եք, փակ ֆորմատով, ցանկացած ձևաչափով քննարկել իրենց հետ, այդ առաջարկը մշտապես մնացել է անարձագանք։ Ես հիմա էլ եմ ասում, տեսեք, ես արդեն նախկին 3 ղեկավարներին առաջարկել եմ, ես իհարկե մեր գործընկերներից շատերը տեսել են, եղել են, տեսել են, նաև ընդդիմությանն եմ առաջարկում, որ կարող ենք այո կազմակերպել, եթե իրենք ցանկանան, դա քաղաքական պարզաբան չի, մենք կարող ենք կազմակերպել եւ ցույց տալ։ Եթե ու սա շատ կարևոր է, եթե իրենց բարձրացած հարցերի մեջ իրենք անկեղծ են, ինչ են գալիս, ինչ են ասում ենք եկեք տանենք, որ ասում եք այ այս կրճատեցիք, այն քանդեցինք, այդ քանդեցինք, վերացրիք, բանակը վերացրիք, զինված ուժերը վերացրիք, Հայաստանը զինաթափեցիք, այս արիք են արի, ասում ենք լսեք, թեման նուրբ է, մենք չենք կարող հիմա բերել սենց բաներով ցույց տալ։ Եկեք կազմակերպենք, գնացեք, տեսեք։ Եթե դա իրանց իրոք հետաքրքրում է, այդ մտահոգումը, իրանք պետք է րոպե առաջ այդ հնարավորությունից օգտվեն, ու այդ հնարավորությունից չեն օգտվում, դա նշանակում է իրանք ուղղակի հիբրիդի մեջ են, ուրիշ բան չեն անում։ Հարցը ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, մեծարգո վարչապետ, առաջիկայում վաղաշաբաթ խոշորացված համայնքում ավականու ընտրություններ են եւ գիտենք, որ կան ուժեր, որոնք ամեն օրենքով չթույլատրված միջոցներ ձեռնարկում են ընտրության արդյունքների վրա ազդելու համար եւ վերջերս էլ այս համատեքստում նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու համար ձերբակալվել են Կտրիչ Ներսիսյանի եղբայրը եւ նրա որդին։ Այստեղ արդեն իրավապահների մոտեցումը պարզ է, ես ուզում եի լսել ձեր քաղաքական գնահատականը։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Դե իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, ընտրողների ազատ կամ արտահայտման նկատմամբ ապօրինի ներգործությունները անթույլատրելի են եւ իրավապահները պետք է արձագանքեն բոլոր եւ ցանկացած դեպքերին, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն են օրենքով արգելված գործունեություն անում։ Գիտեք, ես այդտեղ նկատի ունեմ իմ քաղաքական դիրքորոշումը տարածվում է բոլորի, այդ թվում մեր վրա, որևէ մեկի վրա եւ այդտեղ չի կարող լինել տարբերակում։ Իրավապահները բոլոր դեպքերում պետք է արձագանքեն եւ պետք է հստակ դա կարմիր
գիծ է մեզ համար եւ չի կարող Հայաստանում նման գործընթացները չեն կարող հեռանկար ունենալ։ Իհարկե ցավոք դեռ մենք չունենք մեխանիզմներ եւ մենք վերջին անգամ կոռուպցիայի կանխարգելման խորհրդի նիստում էլ ենք քննարկում, որ այն դեպքերում, երբ որ ընտրակաշառք է բաժանվում կամ դեպքեր են արձանագրվում, մենք չունենք մեխանիզմներ ազդեցությունը բանաձևելու, թե դա ինչ ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, որտեղ օրինակ Գյումրիում մենք տեսանք տենց իրավիճակ, երբ որ ընտրակաշառքի բացահայտված դեպք կար եւ չգիտեմ էլ, բայց այնուամենայնիվ դա զուտ ընտրությունների թվաբանության վրա չազդեց, չնայած ակնհայտ էր, որ ընտրակաշառքը բաժանվել է, չէր կարող թվերի վրա չազդել, բայց հարցն է ինչքան է ազդել։ Եվ այստեղ էլ շատ նուրբ է եւ կարծում եմ, որ այս մեխանիզմների մասին պետք է մտածել, բայց ամեն դեպքում հիմնական գործողանձը այդտեղ պետք է լինեն իրավապահները, ովքեր կարողանան հայտնաբերել եւ միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի եւ նմանատիպ դրա նման առնչվող հարակից բոլոր դեպքերում։ Արձագանք ունեք։ Շնորհակալ եմ։ Վերջ ուզում եի ավելացնել, այստեղ մնում եմ ավելացնում, որ հաջողություն մաղթենք մեր տեխնատուին Արգիշտի Մեխակյանին, բայց նաև այս ուղղությամբ պետք է աշխատենք, պարոն վարչապետ, կաշառքի հիմքով ընտրությունների վրա ազդելու հարցում։ Ես ինքս եմ մտածում պարոն Ալեքսանյանի հետ, գուցե ինչ-որ նախագծով հանդես գանք։ Շատ լավ։ Շնորհակալություն։